Շնորհակալություն նման նիստ կազմակերպելու համար, Արտեմ Վիրաբյան, հարցս վերաբերում է բանակի մասնակցության հետ կապված, խոսակցություններ կա, դե բոլորս գիտենք, որ բանակը մասնակցել է, ինչ մասշտաբյան մասնակցություն եղել ու արդյոք հավաստի այն տվյալները, որ Արցախից զորքեր է մտվել Երևան, շնորհակալություն։ Համեցեք։ Քրեական վարույթով հիմնավորվել է վաճառաբացներ ձեռքբերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից, բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ քննություն է կատարվում, շնորհակալություն։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Համեցեք։ Հարգելի զեկուցող, այս ամբիոնից բազմաթիվ անգամներ է հնչել, որ մարտի 1-ի գործը լիարժեք բացված է եւ լրատվամիջոցներով եւ շատ քաղաքական գործիչների շուրթերից ենք լսել, բայց ձեր զեկույցը լսելով եւ մեր քաղաքացիների հարցերի պատասխանը լսելով կարող եմ եզրակացության հանգել, որ մարտի 1-ի գործը մտել է փակուղի, որովհետեւ փաստերը համադրելով մենք առ այսօր չենք կարողանում, չունենք սարքավորումներ, որպեսզի համեմատենք զենքը եւ փամփուշտը կրակած։ Հետո ունենալու ենք սարքավորումները, չենք հայտնաբերելու կրակողին։ Մինչեւ հայտնաբերենք կրակողին չի լինելու վկա, մինչեւ հայտնաբերենք վկային մի հատ ուրիշ փաստ է հայ գալու եւ նորից ձգձգվելու։ Այսի նման այն պետական ապարատում շատ մարդկանց որ հարց են ուղարկում, երբ որ հարցի պատասխանը չգիտեն, ասում են ուսումնասիրենք կպատասխանենք։ Ու հետի գնում է ամիսներով այդ արդյոք ընդունենք, որ ներկա պահին մարտի 1-ի գործը մտել է փակուղի։ Մարտի 1-ի գործը փակուղի չի մտել եւ ես այս ամբողջից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի մենք ունենանք այս անջատված մասով նաեւ ամբողջական բացահայտում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Նահապետյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, պարոն Պողոսյան, համեցեք ամբիոնի մոտ